Գիտեք, որ արքայախնձորը մեկ ամբողջական միրգ չէ։ Այն բաղկացած է հարյուրավոր հատապտուղներից, որոնք աճելով ցողունի վրա միավորվել են և դարձել է այս հրաշք միրգը։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք խոզի փափկամիս արքայախնձորով։ Սկսենք արքայախնձորից։ Տեղադրում ենք տախտակը։ Կտրում ենք արքայախնձորը, արքայախնձորի կեսը, այսպես։ Որից հետո մեջտեղի մասը հատուկ գործիքով հանում և լցնում ենք թասիկի մեջ։ Այն չոր է և կօգտագործենք միսը մարինացնելու համար։ Որից հետո այս գործիքով հանում ենք մնացած պտղամիսը, որը արդեն կօգտագործենք կերակրի մեջ։ Այստեղ հյութ է գոյացել, սա էլ վերցնենք, կօգտագործենք։ Իսկ այս ստացված թասի մեջ կարծում եմ գեղեցիկ կլինի մատուցել կերակուրը։ Փաստորեն մեջտեղի ցողունի չոր մասը օգտագործում ենք մարինադ ստանալու համար։ Լցնում ենք հարիչի ամանի մեջ։ Հարիչի ամանի մեջ լցնում ենք 100 մլ սոյա սոուս, 1 ճաշի գթալ կոնյակ, 2 ճաշի գթալ դդմի կորիզի յուղ, Մարանիկ ընկերության աղ, 1 ճաշի գթալ, կես ճաշի գթալ, էլ ինչ, աղացած սև պղպեղ, քիմիոն, կես թեյի գթալ, սխտորի փոշի, կես թեյի գթալ և չորացրած նանա։ Որքան որ սոյա սոուս եմ լցրել, հենց այդքան էլ ջուր կավելացնեմ։ Այսինքն 100 մլ։ Հարում ենք։ Վերցնում ենք փակվող աման և լցնում ենք մարինադը։ Այժմ մշակենք խոզի փափկամիսը։
Վերցրել եմ 400 գրամ խոզի փափկամիս։ Կտրատում ենք խորանարդիկների, մանր խորանարդիկների և մարինացնում ենք։ Արի այստեղ։ Լավ տակնու վրա անելուց հետո թողնում ենք մոտ կես ժամ մարինացվի։ Կարող եք ավելի երկար թողնել։ Փոխում ենք տախտակը, դանակը և անցնում առաջ։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա քաղցր պղպեղն է։ Կտրատում ենք քաղցր պղպեղ։ Կտրատելուց հետո այն տապակելու ենք, այնպես որ կարելի է արդեն տապակը դնել գազօջախին։ Պղպեղը տապակելու ենք բուսայուղով, ձիթայուղով 2 ճաշի գթալ։ Եթե չունեք ձիթայուղ, կարող եք օգտագործել սովորական բուսայուղ։ Կվերցնեմ ևս մեկ պղպեղ։ Այստեղ ունենք նաև գեղեցիկ այսպիսի փոքրիկ պղպեղներ։ Սրանք էլ օգտագործենք։ Սրանք խորով ենք, չենք տապակի։ Հենց այս ձիթայուղով պատում ենք և ուղարկում ջեռոց։ Պղպեղները յուղելուց հետո կհամեմ ենք ընդամենը մառանիկ ընկերության 1 պտխունց աղով և կուղարկենք սա ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ, իսկ ես կմիացնեմ ջեռոցը 191 աստիճան։ Տաքացիր, թխվեք, խորովվեք, կվերցնեմ 2 քաղցր պղպեղ, թող ուրախ գույներ լինեն, կտրատում ենք արքայ խնձորի կտորների չափ։ Նոտարապես։ Հենց պղպեղի կտորները կարմրեցին, համեմում ենք աղով, մառնիկ ընկերության և հանում ենք, առաջարկում հանել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ յուղը վերադարձնենք ետ տապակի մեջ։
Տապակում ենք բեկոնի շերտեր։ Մեկ, երկուս, երեք, չորս, հինգ, վեց, յոթ շերտ, բավական։ Մինչ բեկոնը տապակվում է, անցնենք մյուս բաղադրիչին։ Ջուր ենք եռացնում տապակի մեջ։ Համեմում ենք աղով։ Արի այստեղ։ Եվ խաշում ենք ծնեբակ։ Նախապես իհարկե հարկավոր այն լվանալ, մաքրել, որ ես արդեն արել էի։ Շրջենք շերտերը և նախապատրաստենք ափսե, որի մեջ հանելու ենք։ Դու մնա, հեռու մի գնամ։ Քամում ենք խոզի միսը։ Մարինադից։ Հանում ենք շերտերը և նրանցով համեմված յուղի մեջ տապակում ենք խոզի մարինացված միսը։ Դու մնա։ Հենց մսակտորները կարմրեցին, ավելացնում ենք արքայախնձորի պտղամիսը իր հյութով։ Մեկ ճաշի գթալ մեղր ենք լցնում։ Կարամելացնում ենք, վերադարձնում ենք ետ քաղցր պղպեղը, փաստորեն յուղ չի մնացել, լավ ենք քամել։ Ավելացնում ենք 200 մլ կոկոսի կաթ, Սա ծածկում ենք, թողնում ենք 2 րոպե եփվի։ Վերադառնանք ծնեփեկին։ Դատարկում ենք ջուրը։ Վերադարձնում ենք այդ կրակին։ Վրան լցնում ենք քունջութի յուղ, 2 ճաշի գթալ։ Եվ տապակում։ Այստեղ ունենք նաև չինական կաղամբ, պակչոյ։ Առանձնացնենք սրա տերևները։ Վերցրել եմ 2 կաղամբ կարելի ասել։
Խոզի մսին ավելացնում ենք պանիր ստրաչատելլա, այն յուրահատուկ համ կհաղորդի, հրաշալի սոուս ստացվեց, կփորձենք պակչոյի տերևները, լցնում ենք ծնեպեքի վրա, այն շատ ջերմային մշակման ենթարկել պետք չի, վերցնում ենք կես լայմի հյութ, ցողում ենք, ծնեպեկը և պակչոյը ցողելուց հետո մնացած լայմը կեսը այստեղ, կեսը այս սոուսի վրա։ Տեսնենք ինչ վիճակում են պղպեղները։ Վերցնում ենք մատուցվող ափսեն։ Հրաշալի վիճակում են։ Մատուցվող ափսեի մեջ դնում ենք պակչոյի տերևները։ Ծնեպեքի ցողունները։ Երկու հատ պղպեղ, այսպես, երկու շերտ բեկոն, այժմ գանք հիմնական, կարելի ասել կերակրին, սրանով լցոնում ենք արքայի խնձորի թասը։ Վերջ, կարելի է մատուցել։ Այ, այսպես։ Խոզի փափկամիս արքայախնձորով։ Արքայախնձորը կիսել, մի կեսիմիջուկի մի մասը հանել, լցնել թասի մեջ մարինադի համար, իսկ մյուս մասը այլ թասի մեջ կերակրի մեջ օգտագործելու համար։ Մարինադի համար նախատեսված կտորները լցնել բլենդերի մեջ, ավելացնել սոյայի սոուս, կոնյակ, դդմիկ օրիզի յուղ, աղ, աղացած սև պղպեղ, քիմիոն, սխտորի փոշի, չորացրած նանա, ջուր, հարել։ Խոզի փափկամիսը կտրատել խորան արտիկների, մարինացնել առնվազն 30 րոպե, ապա քամել։ Ձիթայողով պատված, աղով համեմված փոքր քաղցր պղպեղները 191 աստիճան ջերմաստիճանով ջեռոցում եփել։ Ձիթայուղ տաքացնել, արքայախնձորի կտորների չափ կտրատած քաղցր պղպեղ տապակել։ Հենց կարմրեն համեմել աղով, պղպեղները դնել քամիչի մեջ, իսկ յուղը վերադարձնել տապակ։ Նույն ձիթայուղի մեջ բեկոնի շերտեր տապակել։ Տապակելուց հետո մի կողմ դնել։ Նույն ձիթայուղի մեջ տապակել խոզի մարինացված մսակտորները, հենց մսակտորները կարմրեն, ավելացնել արքայախնձորի կտորները, մեղր, տապակած քաղցր պղպեղները, կոկոսի կաթ, ստրաչատելլա պանիր, կիտրոնի հյութ։ Աղաջրով ծնեբեկ խաշել, քամել, ավելացնել քունջութի յուղ, պակչոյ, կիտրոնի հյութ։ Մատուցման ափսեի մեջ դնել պակչոյի տերևները, ծնեբեկի ցողունները, ջեռոցում եփած պղպեղները և բեկոնի շերտերը։ Արքայախնձորի կեղևը լցոնել տապակի զանգվածով, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի սիրտ, քաղցր կարտոֆիլ, մածուն և ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։
Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։